Հայաստանի կառավարությունը մտադիր է ևս 1 տարով երկարաձգել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը։ Ազգային ժողովի նիստում ներկայացնելով հարկային օրենսդրության փոփոխության մանրամասները, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ ԱԱՀ-ից կազատվեն միայն նրանք, ովքեր կներմուծեն 2024, 25 և 2026 թվականի արտադրության մեքենաներ։ Թե ինչու է արտոնություն տրվում միայն 23-ից հետո արտադրված էլեկտրական մեքենաների ներմուծման համար, Պապոյանը պարզաբանեց՝ խնդիրը մարտկոցներն են։ Ըստ Պապոյանի, երկիրը չպետք է դառնա միջավայր, որտեղ 3 տարի անց անհայտ կլինի, ինչ անել այդ մեքենաների մարտկոցները։ Ըստ նրա, նախորդ կարգավորումների պայմաններում, երբ նման սահմանափակում չկար, վիճակագրությունը ցույց է տվել, որ շատ են ներմուծվում 2017, 18, 2019 թվականի արտադրության մեքենաներ։ Նախարարն այսպիսով նպատակահարմար չի համարում ԱԱՀ-ի վճարումից ազատել այն ավտոմեքենաները, որոնք կարող են 2-3 տարի հետո մարտկոցի խնդիր ունենալ։ Ներկայումս էլեկտրական շարժիչով մեքենաները ազատված են ԱԱՀ-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Այս արտոնությունը գործել է 2019 թվականից։